Այո, դրանից է բխում, որովհետև երբ որ երկրի վարչապետը ասում է, որ Ղարաբաղյան շարժում չգա, օտարերկրյա հյուրին Արցախյան հիմնահարց թեմայով գիրք նվիրել ինչ նշանակում։ Այս երկրում քանի հոգի կարա արտաքին քաղաքականություն վարի։ Ինչի լուծարում։ Ով է ասել ձեզ, ինչ կապ ունի մեկը մյուսի հետ։ Հայաստանի Հանրապետությունում արտաքին քաղաքականություն վարում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը։ Եվ ով որ Հայաստանի այն պետական պաշտոնյան, ով որ կառավարության վարած արտաքին քաղաքականությանը հակասող բան կասի, պետք է ազատվի աշխատանքից, այդտեղ ինչ թեմա կա։ Այսինքն մենք պետություն ենք, թե սա բան է, ինքնագործ խմբակ է, որտեղ մեր ստեղծագործական պոտենցիալն ենք բանանում, փորձարկում։ Սա պետություն է, հարգելիներս։ Սա պետություն է, հստակ իր կառավարման տրամաբանությամբ եւ պետական համակարգով։ Եվ այդտեղ չքմեղանալու բացարձակ ոչ մի բան չկա։ Կառավարությունն է որոշում արտաքին քաղաքականությունը։ Ես կառավարության ղեկավարն եմ, այդ թվում ես եմ, այո։ Իմ ցուցումով, այո, ես խնդրել եմ, որ նա հրաժարականի դիմում գրի։ Իմ ցուցումով։ Այո, ես դա համարել եմ կառավարության վարած արտաքին քաղաքականությանը հակառակ գործողություն, ես դա համարել եմ սադրիչ գործողություն եւ խնդրել եմ, որ դիմում գրի։ Ընդհանրապես արձանագրենք, որ ես նախկինում ասել եմ Մայրաթորի հետ կապված բոլոր խնդիրները եւ ես կարծում եմ, որ Կտրիչ Ներսիսյանը եւ իր խմբակը կառավարվում է պետական անվտանգության կոմիտեի գործակալի խողովակով եւ տրամաբանությամբ։ Ես սա երբեք չեմ ընդհակցրել, բայց ինչպես է այդ հոգեվոր ոլորտում այդ խոցերը, երեք ասեցի, խոցելի են դարձնում, որ մարդկանց հեշտությամբ հավաքագրեն եւ օգտագործեն ոնց ուզում են։ Սա պետական անվտանգության հարց է։ Եվ այո, ես էլի ասում եմ, երբ որ երկրի վարչապետը հայտարարում է, որ մենք Ղարաբաղի շարժումը պետք է դադարեցնենք, չի կարող լինի պաշտոնյա, որը շարունակի Ղարաբաղի շարժումը։ Չի կարող լինել։ Հոգևորականները ինչ։ Ներողություն, բայց եկեք գերխոսության չվերածենք։ Ես դες նոր ասեցի, ես նոր գնացել եմ պատարակի եւ բանից հնչում է։ Պատարակին հնչում է։ Ընդ որում պատարակի ընթացքում հնչում է ոչ մի անգամ։ Արցախի հանրապետությունը դա ի՞նչ նշանակում։ Այդ նշանակում է պատերազմի կոչ։ Ուրիշ բան չի նշանակում։ Լավ, ոչ այսօր, վաղը մյուս օրը։ Բա էս ենք ասում, բա դրա համար ենք ասում։ Բա դրա համար ենք ասում, որ Կտրիչ Ներսյանը եւ իր խմբակը պատերազմի կուսակցության առաջնորդությունն է ստանձնել։ Պետքա չլինի այդպիսի բան, պետքա չլինի։ Ոնց կարա երկրում լինի 6 հատ արտաքին քաղաքականություն։ Գիտեք, ես նախկինում այդ թեմային անդրադարձել եմ, որ մենք ունենք սահմանազատման հետ կապված խնդիրներ։ Ես չեմ կարող հարցը դիտարկել մի հարթության մեջ, որովհետև եթե ձեր հարցի արդարորեն պատասխանեմ, պետք է պատասխանեմ երկու կողմերի մասին։ Դրա համար դուք գիտեք ճշմարտությունը, ես մեկնաբանություն չեմ անում։ Հիմա փաստն այն է, որ երկուստեք մենք խուսափում ենք նման բաներից, որպեսզի խաղաղությունը չվտանգենք, ու ճիշտ ենք անում։ Direct
գրանցված է։ Ինչ գործառույթներ է իրականացնել այդ դերասենյակը Հայաստանում կոնկրետ, ինչ նպատակներ ունի, ինչքանով է դա վերաբերելու եկող այսինքն հունիսին սպասվող խորհրդարանական ընտրություններին ու հաշվի առնելով են, որ վերջերս պատմություն եղավ, որ Հայաստանը ԵՄ-ից խումբ է խնդրել Ռուսաստանից ենթադրյալ ֆրիկիդային սպառնալիքներին հակազդելու համար։ Եվ հարցիս երկրորդ մասը, որքանով եք դուք հնարավոր համարում մոլդովական սցենարի կրկնությունը Հայաստանում խորհրդարանական ընտրություններից առաջ, հաշվի առնելով, որ վերջերս արտաքին նախագահական ծառայությունը համապատասխան հայտարարությամբ հանդես եկավ եւ քննչական կոմիտեն բարի նախաձեռնեց։ Ընդհանրապես մենք միշտ առաջնորդվում ենք հայաստանյան եւ հայկական սցենարներով, Եվրոպական խորհրդարանի ներկայացուցչության գործունեության հետ կապված ես քննարկում չեմ ունեցել, մեր գործընկերները կպարզաբանեն ինչ նկատի ունեն, մենք ըստ այդմ մեր վերաբերմունքը կարտահայտենք։ Մոլդովական սցենարը ինչ է, պետք է երկար պարզաբանվի։ Դե հիմա տեսեք, մոլդովական սցենար ասելով դրա համար ամեն մեկը իր ընկալումն ունի Մոլդովայում տեղի ունեցածի վերաբերյալ, ես ասում եմ մենք առաջնորդվում ենք հայաստանյան սցենարներով։